Արդեն մի քանի տարի է Հակարի գետի Աղավնո վտակի վրա շինարարական աշխատանքներ են ընթանում։ Մոտ կես տարի առաջ Աղավնոյի վրա գործարկվեց Սյունիք 1 հեկ 3, ի նշանավորում Ըմբերձորի ազատագրման օրվա բացվեց 3,2 մեգավատ հզորությամբ և տարեկան 26 միլիոն կիլովատ-ժամ արտադրողականությամբ Սյունիք 2 հիդրոէլեկտրակայանը։ Հակարի գետը տարեկան 720 միլիոն խորանարդ մետր ջուր է տեղափոխում առաքս։ Եթե այդ ամբողջ ծավալն օգտագործվի էներգիա արտադրելու համար, ապա 45 մեգավատ էլեկտրաէներգիա կարտադրվի, ասում է Հայ ջրնախագիծ ինստիտուտի տնօրեն և նախագծի հեղինակ Յուրի Ճավադյանը։ Ես մի կասկադ է, որ էլի շարունակություն ունի, երկու կասկադ էլ կա մյուս վտակների վրա և ընդհանուր գետի վրա։ Այսինքն այս Ագարա գետը իրեն հզորությամբ մենք 720 միլիոն խորանարդ մետր տարեկան թափում ենք առաքս կես գետով։ Գոնե էլեկտրոէներգիա արտադրենք, հետո թափենք։ Կգա ժամանակ կարող է օգտագործենք նաև ռոռոկման նպատակներով երկրների ցածր գոտիների համար։ Այժմ միայն Աղավնոյի ջուրն է օգտագործում էներգիա ստանալու համար։ Կառուցվել է արդեն 2 հեկ, սկսված է Սյունիք 3-ի շինարարությունը։ 3 նախագահ Բակո Սահակյանն ու Մայր Հայաստանից ու Սփյուռքից ժամանած ներդրողները եղան նաև Սյունիք 3-ի շինհրապարակում։ Ճնշումը ավելի փոքր է, քան Սյունիք 2-ի, ագրեգատների հզորությունը ավելի փոքր կլինի, կլինի հավանական 2-4 մեգավատ հզորությամբ։ Արցախի իշխանությունների հռչակած էներգետիկ անվտանգության ապահովման ուղղված ռազմավարական ծրագրին աջակից են Մայր Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Արաբական Էմիրություններում, Կանադայում, Պարսկաստանում, Սիրիայում, Բելգիայում, աշխարհի այլ երկրներում ապրող հայերը։ Աղավնոյի վրա 4 հեկից բաղկացած համակարգի արժեքը 10 միլիոն ամերիկյան դոլար է։ Ծրագրի կազմակերպիչները դրան են գումարում ԼՂՀ իշխանությունների բարոյական ու գործնական աջակցությունը։ Դա կարելի է ասել զուտ քաղաքական գեցվածքի հարց է, վստահեցնելու նաև մեր այստեղի ժողովրդին, որ մենք իրենց մեջքին ենք, Սփյուռքը իրենց մեջքին է և դա փոխադարձ վստահությամբ է գալիս, այսինքն Ղարաբաղի իշխանությունները վստահեցնում են, որ այս տարածքները մերն են ու մնում են, ժողովուրդը այստեղ է ու մնում է և Սփյուռքից էլ հնարավորը պիտի անեն, որպեսզի ժողովուրդը կարողանա և մնալ և բազմանալ։ Եթե Սյունիք անունը կրող առաջին 2 հիդրոէլեկտրակայանները համատեղ ուժերով են կառուցվել, ապա Սյունիք 3-ը բացառապես սփյուռքահայերի ներդրումների արդյունքում է կառուցվում։ Այս տեսակի ցերնատներ օգուտ է մեր Արցախի բարելավման և ժողովուրդը շատցնելու և ապակային ավելի լավ կյանք ունենալու։ 3 նոր հիդրոէլեկտրակայանի բացմանը Սփյուռքի ներուժ ազատագրված տարածքների զարգացման ուղղված ծրագրերի նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Լոքյանը գործընկերներին կոչ արեց նոր նախաձեռնություններ սկսել։ Ապագայում վաղվանից մեր բոլորի խնդիրը պետք է լինի մեծացնել ներդրումային հնարավորությունները այս տարածաշրջանում։ Դրանցից 2-ն արդեն կենսագործման ճանապարհին են։ Ընդհանուր աշխատանքների շրջանակում 2 սառնարան է կառուցվել Ստեփանագերտում, իսկ Քաշաթաղում 3 հայտարարվեց Բերձորի նոր թաղամասի հիմնարկեքի մասին։ 50 առանձնատուն, թաղապետարան, դպրոց ու մանկապարտեզ, հանգստի գոտիներ, մարզահամալիր և մարզադաշտ։ Այս և այլ ենթակառուցվածքներով թաղամասի շինարարության արժեքը մոտ 1 միլիարդ 800 միլիոն դրամ է։ 3 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրությամբ սերունդներին ուղղված ուղերձը ամփոփվեց ապագա թաղամասի առաջին տան հիմքում։ Տնկվեց նաև առաջին ընկուզենին Քաշաթաղի մեծ բարեկամ Գուրգեն Մելեքյանի աղոթքի հնչյունների տակ։ Տեր, օրնեց առնայց մատխաշ, որ կտնգեմ զայն ահա փխրուն և սև հողուն մեջ ուրպաներս կպարկին։ Ես անոնց թորը հսկա այս հողին տերն եմ կրկին։ Լուսինա Ավանեսյան, Մահեր Մկրտչյան, օր։